Դե ահա, հիմա քանի որ դպրոց եմ գնում, շատ բան եմ սովորել։ Ես սովորել եմ կարդալ ու գրել, հաշվել, տարբերել օրվա ժամերը։ Եվ որքան շատ եմ իմանում, այնքան սովորելը դառնում է հետաքրքիր։ Իմ գրադարակում և դասագրքեր կան, և հեքիաթներ, և արկածային գրքեր։ Ես շատ եմ կարդում։ Ֆիլմեր եմ դիտում կենդանիների, ճանապարհորդությունների մասին։ Ահա, ես այսօր ուզում եմ նայել մի տիեզերական ճանապարհորդության մասին, որ դեպի երկիր են կատարել 3 անբաժան ընկերներ՝ Գիսաս Տղտայան, երկնակար Դիկը և աստղակերպ Բասը։ Ողջույն Դիկ։ Բարի լույս Տայա։ Իսկ ուր է Բասը։ Բասը դուրս չի եկել, գնաց է երևի։ Ինչպես է քնած է։ Չէ որ մենք պայմանավորվել ենք, ուղիղ 8-ին թռչելու ենք։ Բաս, հեյ Բաս։ Ինչ է, արդեն առավոտ է։ Դե շուտ արա։ Սպասում ենք։ Իսկ քո ձեռքին ինչ է։ Սա։ Այստեղ պետք է գրանցենք էքսկուրսիայի տպավորությունները։ Օրագիր է։ Հա, դրա նման մի բան։ Էքսկուրսիա դեպի երկիր մոլորակ։ Մասնակիցների կազմը՝ Գիսաս Տղտայա, երկնակար Դիկ և աստղակերպ Բաս։ Էքսկուրսիայի սկիզբը միջմոլորակային ժամանակով 8:00-ին։ Բաս։ Վաղուց արդեն թռչելու ժամանակն է։ Այդ ինչ սովորություն է միշտ ուշանալը։ Ինչքան եք աղմկում ինչ-որ 4 րոպեի համար։ Արդեն 5։ Կհասցնենք։ Վերջ, պատրաստություն համար 1։ Կսում ենք ետ հաշվարկը։ 5, 4, 3, 2, 1։ 1, մեկնարկ։ Սերուտի եզեք, մեզ ներեք շտապում ենք մենք, ցանկանում ենք շուտապույտ երկրի հետ ծանոթանանք, շատ քիչ պիտի հեռանանք, անպայման շուտ կգանք, պարզապես ուզում ենք մենք երկրի հետ ծանոթանանք, լույսից ու աստղերից արավ, թռչում, 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 երկիրը շուտ տեսնել ենք մենք, տենչում, 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 ծովեր գետեր լեռներ են մեզ կանչում, 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 միայն մենք ենք համակարգում, թռչում, 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 երկիր գունեղ լուսի նեպտում, ողջույն, ողջույն, ողջույն։ Այսպիսով էքսկուրսիան սկսվեց։ Սկզբից համառոտ մեր երթուղու մասին։ Ինչ ես կարծում Դիկ։ Մենք հիմա որտեղ ենք գտնվում։ Տիեզերքում։ Դա հասկանալի է։ Հայո իհարկե, տիեզերքում, իսկ ավելի ճիշտ, մենք մտնում ենք արեգակնային համակարգ։ Մոլորակները պտտվում են արևի շուրջը։ Դրանք 9 են. Մերկուրի, Վեներա, Մարս, Սատուրն, Յուպիտեր, Նեպտուն, Պլուտոն, Ուրան և իհարկե Երկիր։ Ուրեմն երկիրը մոլորակ է։ Թռար և գլխին կար։ Մի խանգարիր։ Մոլորակ է։ Այն նույնպես պտտվում է արևի շուրջը։ Իսկ հենց երկրի շուրջը պտտվում է նրանից ավելի փոքր լուսինը։ Իդեպ, մենք նրանց արդեն տեսնում ենք։ Տեսեք, արևը միայն երկրի մի կեսն է լուսավորում։ Եվ լուսնի կեսը։
Եկեք մի րոպե կանգ առնենք։ Ես կբացատրեմ, թե ինչու է այդպես լինում։ Ենթադրենք, ես արևն եմ։ Դու բաս, երկիրն ես։ Իսկ դու դիկ, կլինես լուսինը։ Բաս, դու դանդաղ քայլիր իմ շուրջը և միաժամանակ պտտվիր քո առանցքի շուրջը։ Իսկ դու դիկ սկսիր պտտվել բասի շուրջը։ Գնացինք։ Տեսնում ես բաս, միայն քո մի կողմն է լուսավորվել, այն, որը դեպի ինձ է շրջել։ Այդ ժամանակ երկրի վրա ցերեկ է լինում։ Լուսավորված կողմում իհարկե։ Ստվերոտ կողմում այդ ժամանակ գիշեր է։ Կրկնենք։ Հիմա շարժվում է լուսինը։ Դիկ, լուսինը։ Պտտվում ենք։ Մի լրիվ շրջան։ Բաս, լուսինն ինչպես է երևում։ Երբ իմ երեսին գիշեր է, ես նրան տեսնում եմ, իսկ երբ ցերեկ, ոչ։ Եվ ինչպիսի տեսք ունի լուսինը։ Հա? Ահա, սկզբից լուսավորված է միայն մի կողմը, եւ ես լուսնի նեղ շերտն եմ տեսնում։ Ուշադրություն, իսկ հիմա… Հիմա դու ավելի շատ լուսավորեցիր դիկին, առավել շատ։ Հիմա նա ամբողջովին լուսավորվեց, ամբողջովին։ Այո, դալիա լուսինն է։ Դու լրիվ լուսինն ես տեսնում, ամբողջովին լուսավորված, իսկ հիմա լույսն ավելի քչացավ։ Այ քեզ բան, հիմա արդեն լուսնի կեսն էլ չի երևում։ Վերջ, կորավ։ Որովհետև քո ստվերն ընկնում է լուսնի վրա, եւ արևը նրան բոլորովին չի լուսավորում։ Ամեն ինչ պարզ է։ Թռիչքը շարունակվում է։ Երկիրը, մեզնից ներքև ասում եմ երկիրն է, կամ երկրագունդը։ Իսկ այդ գունդն ինչու է այդպես գույնզգույն։ Դեղինն ու շագանակագույնը կարծր մակերեսն է, առանց բուսականության։ Կանաչը խոտերն են, մարգագետինները, անտառները, իսկ կապույտն ու երկնագույնը գետերն են, ծովերը, օվկիանոսները, ջրի գույնն է։ Գեղեցիկ մոլորակ է։ Ինչպես տեսնում եք, մենք ներխուժեցինք երկրի մթնոլորտ։ Երկրագունդը շրջապատված է 8 շերտով, եւ այդ շերտը մթնոլորտ է կոչվում։ Որքան մոտենանք երկրին, այնքան օդի մասնիկներն ավելի կշատանան։ Եվ ավելի տաք կլինի։ Այո, բանն այն է, որ արևային ճառագայթները տաքացնում են մոլորակի մակերեսը, եւ այդ ջերմությունը երկրից անդրադառնալով տաքացնում է նրա վերևի օդի շերտը։ Բայց որքան հեռանաց մակերեսից, բնականաբար այնքան կպակասի ջերմությունը։ Ահա թե ինչու, եթե երկրի վրա տաք է եւ անգամ շոգ է, լեռների գագաթների սառցեցածքը չի հալչում։ Ոչինչ չհասկացա։ Վերադառնանք տուն, ես մի 5 անգամ կբացատրեմ քեզ։ Դե, էքսկուրսիան ինչից ենք սկսում։ Տեսեք, մենք արդեն խոսել ենք այս դեղնականաչավուն բծերի մասին։ Թվում է, թե նրանք լողում են մոլորակի մակերեսի վրայով, բայց իրականում այդպես չէ։ Դա ամուր հողի ահռելի մակերեսն է։ Ինչպես սա է։ Այո, այժմ մենք կանգնած ենք երկրի ամուր մակերեսին եւ շարունակում ենք էքսկուրսիան։ Այսպիսով, հողի այս ահռելի մակերեսները պարզապես բարձրանում են օվկիանոսի ջրի վրա։ Եթե ջուրը չլիներ, երկիրն այսպիսի տեսք կունենար։ Իսկ օվկիանոսների հետ բոլորովին ուրիշ պատկեր է։ Երկրի մակերեսի ամուր շերտը նույնպես երկիր է կոչվում։ Միայն թե այն փոքրատառով է գրվում, իսկ երկիր մոլորակը մեծատառով։
Ուրեմն երկիր մոլորակի վրա եթե ջուր չլիներ, ապա այստեղ ամբողջությամբ երկիր կլիներ։ Դու էլ ինչ ես, երկիր, հա երկիր։ Վերադառնանք տուն, ես քեզ մանրամասն կբացատրեմ 10 անգամ։ Այդ ինչու։ Ես 5 անգամից էլ կհասկանամ։ Ուշադրություն, մենք ոչինչ չենք հասցնի։ Եվ այսպես, օվկիանոսի մակերեսին բարձրանում են երկրի մեծ ու փոքր մասերը։ Մեծերը, ամենամեծերը, կոչվում են մայրցամաքներ։ Մայրցամաքների վրա են գտնվում աշխարհամասերը՝ Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, Ամերիկա եւ Աֆրիկա։ Ահա, օրինակ, Ավստրալիա մայրցամաքը, իսկ սա Աֆրիկան է։ Մայրցամաքներից ամենամեծը Եվրասիան է։ Այստեղ երկու աշխարհամաս է գտնվում՝ Եվրոպան եւ Ասիան։ Ամերիկան գտնվում է միանգամից երկու մայրցամաքների վրա՝ հյուսիսային եւ հարավային Ամերիկաների։ Բաս, գիտես ինչ է նշանակում հյուսիս եւ հարավ։ Չէ։ Սոսկալի տգիտություն։ Քեզ հետ զբաղվել է պետք։ Հյուսիսը ոնց որ վերևը չէր, իսկ հարավը ներքևը։ Ինչի վերևը եւ ինչի ներքևը։ Տեսեք։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։ Այդպես է։ Այդպես է։ Այդպիսով դու համարյա գուշակեցիր։ Առանցքի վերին մասը հյուսիսն է։ Իսկ ներքևում հարավը, Դա ես էլ կգուշակեի։ բայց ոչ մի անգամից։ Եթե կանգնենք այդ առանցքի ուղիղ կենտրոնում, դեմքներս դեպի հյուսիս եւ տարածենք ձեռքերը, ապա ձախ կողմում կլինի արևմուտքը, իսկ աջ կողմում արևելքը։ Իդեպ, ես մոռացա եւս մի մայրցամաքի անունը տալ՝ Անտարկտիդա։ Ձեզանից ով կպատասխանի այն կոնկրետ որտեղ է գտնվում։ Երկրի վրա։ Հարավում։ Բաս, դու առաջադիմում ես։ Դիք, կրկնիր մայրցամաքների անունները։ Աֆրիկա, Ավստրալիա, Եվրասիա, այսինքն Եվրոպա եւ Ասիա, Ամերիկա, հյուսիսային եւ հարավային։ Եվ Անտարկտիդա։ Շատ լավ է։ Իսկ հիմա անցնենք ցամաքի ավելի փոքր մակերևույթներին։ Դրանք կղզիներն են։ Լինում են մեծ կղզիներ։ Լինում են նաև պարզապես ծովի վրա բարձրացած երկրի փոքրիկ մասեր։ Մեծ կղզին նման է փոքր մայրցամաքի։ Այա, նայիր։ Եթե մայրցամաքները մոտեցնենք, տնենք կողքողքի ափերը համընկնում են։ Դու էլ նկատեցիր։ Որոշ գիտնականներ գտնում են, որ միլիոնավոր տարիներ առաջ մեկ ահռելի մայրցամաք է եղել Գոնդվանան։ Բայց ժամանակի ընթացքում նրա բեկորներն անջատվել են, տեղաշարժվել, երկրի խոշոր հատվածները դարձել են մայրցամաքներ, իսկ փոքրիկներից գոյացել են կղզիները։ Իսկ թերակղզիներն ինչ են։ Դրանք ինչ է, կիսամայրցամաքներ են։ Ոչ իհարկե։ Թերակղզին մայրցամաքի մի մասն է, որը տարածվում է օվկիանոսի կամ ծովի խորքը եւ երեք կողմերից շրջապատված է ջրով։ Ահա ձեզ թերակղզի։ Ահա մեկ ուրիշը։ Եվս մեկը։ Իսկ օվկիանոսները, դու անընդհատ օվկիանոսներ ես ասում։ Նրանք ինչ է, շատ են։ Այնքան էլ շատ չեն։ Ահա սա, Ավստրալիայից մինչև Ամերիկա, նկատի ունեմ արևմուտքից արևելք, կոչվում է խաղաղ օվկիանոս։ Թեպետ նա բոլորովին էլ խաղաղ չէ։ Եվ երբ ծովի վրա ուժեղ քամի է բարձրանում, այդ խաղաղ օվկիանոսի վիթխարի ալիքները ավիրում են ամբողջական կղզիներ։ Նման ալիքները անվանում են ցունամի։ Աֆրիկայից արևմուտք եւ դարձյալ մինչև Ամերիկա Ատլանտյան օվկիանոսն է։ Նրան այդպես են անվանում, որովհետև մի ժամանակ այնտեղ գտնվել է եւս մի մայրցամաք՝ Ատլանտիդան։ Բայց մի անգամ ամբողջ մայրցամաքը խորասուզվել է օվկիանոսի հատակը։
Գուցե դա միայն առասպել է։ Հնդկական օվկիանոսը։ Նրան այդպես են անվանում, որովհետև նրա ջրերը ողողում են հսկայական Հինդուստան թերակղզին և վերջապես հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Նա հյուսիսում է գտնվում, ծածկված է սառույցով, դրա համար էլ սառուցյալ է։ Բաս, կրկնիր օվկիանոսների անունները։ Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական և հյուսիսային սառուցյալ։ Այսպիսով 4 օվկիանոս։ Դու ասացիր քամին վիթխարի ալիքներ է բարձրացնում։ Իսկ քամին որտեղից է գոյանում։ Փչիր։ Տեսնում ես։ Եվ ինչ։ Ինչ որ մեկ օվկիանոսի վրա է փչում։ Ոչ, բայց մենք արդեն ասել ենք, որ օդն անհամաչափ է տաքանում։ Եվ սառը օդը իջնում է տաքից ներքև։ Եվ երբ իրար են բախվում օդի տաք ու սառը զանգվածները, կարծես հրում են միմյանց։ Հենց տաքը հեռանում է, անմիջապես այնտեղ է խոյանում սառը, բայց լինում են և սարսափելի փոթորկալից քամիներ, որ արմատախիլ են անում ծառերը, ժայռերից փչում տանում են քարի կտորները։ Այդպիսի քամին նաև փոթորիկ է կոչվում։ Իսկ հաճախ օդի զանգվածները պայքարի մեջ մտնելով կարող են պտույտ գալ։ Այդ դեպքում քամին փոխակերպվում է մրկասյան։ Այն պտտվում է, տարածվում ջրի և գետնի վրա, ներքաշելով ճամփին հանդիպած ամեն ինչ։ Իսկ հետո ուժը կորցնում է։ Տաք ու սառը օդերի պայքարը դադարում է և մրկասյունը պարզապես չքանում է, հանգչում։ Իսկ վերևից թափվում են քարերը, ծառերը, ծովի մակերեսից բարձրացած ջուրը։ Բաս։ Դե, դուք ամեն ինչ հասկացաք։ Շարունակում ենք ճամփորդությունը։ Թռանք։ Տայա, իսկ սա նույնպես օվկիանոս է։ Երևի ծով է։ Ոչ, դա գետ է, գետը իհարկե, նույնպես ջուր է, բայց նա հոսում է ցամաքով, մայրցամաքով, կղզով, և գետը սկիզբ է առնում ինչ-որ լեռներում, փոքրիկ առվակից։ Առվակները միանում են և շարունակում են միասին հոսել, նրանք ավելի ու ավելի են շատանում։ Եվ ահա հսկայական խոր գետն իր ջրերը տանում է դեպի ծովեր ու օվկիանոսներ։ Գետեր կան, որ ամբողջ մայրցամաքներ են կտրում անցնում։ Կան նաև առվակներից քիչ ավելի լայն փոքրիկ գետակներ։ Հիշեք երկրագնդի ամենամեծ գետերը։ Աֆրիկայում Նեղոս, Նիգեր, Կոնգո։ Հյուսիսային Ամերիկայում Միսիսիպի, Միսսուրի, Կոլորադո և Ռիո Գրանդե։ Հարավային Ամերիկայում Ամազոն և Պարանա։ Շատ մեծ գետեր կան Ասիայում Ինդոս, Գանգես, Յանզի, Հուանհե, Ամուր, Լենա, Ենիսեյ, Օբ, Իրտիշ, Ամուդարյա, Տիգրիս և Եփրատ։ Եվրոպայում Վոլգա, Դնեպր, Դոն, Դանուբ, Վիսլա, Էլբա, Հռենոս, Սենա, Պո և այլ գետեր ու գետակներ։ Հետևապես, եթե չլինեին գետերը, չէին լինի նաև օվկիանոսները։ Բաս, դու սկսել ես խելամիտ հարցեր տալ, բայց դա այդքան էլ այդպես չէ։
Իհարկե, արվակները երկրի ընդերքից են բխում։ Բայց ջրի գետնի տակ հայտնվելը շատ պատճառներ ունի։ Ես գիտեմ, օվկիանոսի ջուրը գնում է գետնի տակ։ Իսկ երբ գետնի տակ ջուրը շատանում է, նա ճեղքերի միջոցով մակերես է դուրս գալիս։ Տայա, իսկ ինչու որոշ գետեր հոսում են խորը հունով և ունեն ուղղաձիգ ափեր, իսկ մյուսները երկրի մակերեսով և ափերն այնքան էլ բարձր չեն։ Եթե ափերն ուղղաձիգ են, ուրեմն գետը պարզապես հոսում է խորը կիրճի հատակով։ Բայց լինում է նաև, որ գետը միլիոնավոր տարիների ընթացքում ողողել է ափերը, եթե բնահողը փափուկ ու փխրուն է։ Այսինքն սկզբից ավելի բարձր է հոսել, իսկ հետո իջել է կիրճի խորքը։ Այո, իհարկե, մինչև կարծր քարերի հատակին հասնելը։ Իսկ եթե նա հոսում է կոշտ ապարների վրայով, ապա խորությունը շատ քիչ կլինի։ Դրա համար էլ ափերը բարձր են։ Ուխ, ինչ գեղեցիկ է։ Գետը ներքև ինչ-որ տեղ է թափվում։ Այո, դա ջրվեժ է։ Գետն ահռելի բարձունքից թափվում է ցած և այնտեղ ցակուցրիվ է լինում։ Դառնում մանր կաթիլներով ջրափոշի։ Երկրի վրա մեծ գետերից շատերն ունեն ջրվեժներ։ Հեռու-հեռվից լսվում է ահռելի բարձունքից թափվող գետի աղմուկը։ Դու ճիշտ ես, բաս, դա շատ գեղեցիկ տեսարան է։ Իսկ սա ինչ է։ Սա ծիածան է։ Ծիածանը ինչ է։ Ես քիչ հետո կբացատրեմ։ Առայժմ նայեք։ Այստեղ ներքևում գետը հանդարտվել է և նորից սկսել է անշտապ ու սահուն հոսել։ Այսպես հոսում են հարթավայրային գետերը, այսինքն այնտեղ, որտեղ հողը հարթ է, տափակ։ Իսկ այլ լեռնային գետերը շառաչում են, զարնվում ափերին, շուռ ու մուռ տալիս հսկա քարերը։ Երևի նրա համար, որ հոսում են լեռներից, վերևից ներքև։ Ճիշտ որ, և ավելի ու ավելի արագ։ Քարն էլ է այդպես, եթե բարձունքից նետես կթռչի արագությունը մեծացնելով։ Նրան երկիրն է ձգում, մագնիսի նման։ Ապրեք, ես արդեն մտածում եմ, որ իմ թանկարժեք ժամանակը զուր չեմ ծախսել։ Իսկ սրանք ինչ են, նույնպես գետեր։ Ոչ, այսքան մանր, սրանք երևի արվակներ են։ Վերևից։ Հարցը տեղին էր, սա անձրև է։ Սպասենք այստեղ ծածկի տակ։ Բանն այն է, որ երկրի մակերևույթը, ինչպես ասացի, արևն է ջերմացնում, որի արդյունքում ջուրը գոլորշիանում է։ Եվ որքան տաք լինի, այնքան շուտ կգոլորշիանա։ Գոլորշին ջրի մանրագույն կաթիլներն են։ Նրանք օդից թեթև են և այդ պատճառով բարձրանում են երկրից ավելի ու ավելի վեր։ Բայց այնտեղ վերևում ավելի սառն է, քան երկրագնդի տաք մակերևույթի վրա։ Եվ ցրտից ջրի մանր մասնիկները միախառնվում են, դառնում մեծ կաթիլներ։ Կաթիլները ծանրանում և օդից ավելի ծանրանալով դարձյալ թափվում են երկրի վրա։ Եվ ներծծվում են հողի մեջ, իսկ հետո ճեղքերից դուրս են գալիս։
Նրանք թափվում են նաև ծովի մեջ։ Նշանակում է ջուրը ոչ մի տեղ չի կորչում։ Նա պարզապես ճամփորդում է։ Ինձ պարզապես զարմացնում եք։ Դուք ված չեք տրամաբանում։ Իսկ քեզանից բաց ես ընդհանրապես նման բան չէի սպասում։ Նորից ծիածան, ճիշտ որ գեղեցիկ է։ Դուք տեսաք, որ անձրևը կտրվեց։ Իսկ օդն ինչու է դեռևս սառը ու խոնավ։ Խոնավ է, որովհետև դեռ ջրի ոչ բոլոր մանր անտեսանելի կաթիլներն են գոլորշիացել։ Ջրվեժի մոտ էլ նույնն էր։ Ջրափոշին ցրված էր օդում։ Եվ ինչ։ Արևի ճառագայթները թափանցում են ջրի կաթիլների մեջ եւ տարալուծվում 7 գույների։ Իսկ միլիարդավոր կաթիլներից գոյանում է ծիածանի աղեղը դեպի երկիր խոյացող արևի ճառագայթների նման։ Իսկ գույները չեն փոխվում։ Երբեք։ Իդեպ, գույների հաջորդականությունը հիշելու համար կարող եք սովորել այս կատակը։ Կիրտ նոր դարը կայացավ, եզը կալը մոռացավ։ Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Իսկ ծիածանը երկար է մնում։ Մինչև ջրի կաթիլների գոլորշանալը կամ մինչև արևի մայր մտնելը։ Օ, անհետանում է։ Կաթիլները գոլորշիանում են։ Կարող ենք շարունակել թռիչքը։ Այնտեղ, որ ծածկվել ենք անձրևից, քարանձավ է։ Քարանձավները լեռների մեջ ու գետնի տակ գտնվող դատարկ տեղերն են։ Քարանձավները լինում են փոքր, լինում են նաև շատ մեծերը, մինչև լեռան սիրտը խորացող։ Այո, իսկ երկրի վրա լեռներն ինչպես են գոյացել։ Դա շատ հետաքրքիր թեմա է։ Բանն այն է, որ երկրի ուղիղ կենտրոնում նրա միջուկը կազմված է հալած հեղուկ մետաղից։ Հիմնականում երկաթից։ Այնտեղ կենտրոնում մոլեգնում է կրակը, այնտեղ շատ բարձր ջերմաստիճան է։ Հեղուկ մետաղը, ինչպես կաթսայում փակված եռացող կաթը, ելք է փնտրել գետնի երես դուրս գալու։ Մետաղը բարձրացել է ավելի ու ավելի վեր։ Քարե ապարները միախառնվելով նրանց լող են տվել եւ նույնպես ժայթքել են դեպի երկրի մակերես։ Այդ շիկացած զանգվածը ընդերքից դուրս ցայտելով սառչել է եւ վերածվել կարծր մետաղներից ու քարերից բաղկացած բլրի։ Այդպես ի հայտ են եկել հրաբուխները։ Միլիոնավոր տարիներ առաջ նրանք հրկիզել են ողջ երկիրը։ Հրաբխի ծուխը ծածկել է երկինքը, լավան նորից ու նորից է ժայթքել մակերես։ Նա ողողել է բլուրը, հոսելով տարածվել ստորոտում եւ դարձյալ սառել։ Միլիոնավոր տարիների ընթացքում լավայի սառած շերտերից առաջացել են ոչ թե բլուրներ, այլ բարձր լեռներ։ Իսկ հիմա նրանք չեն առաջանում։ Բանն այն է, որ միլիերը աստիճանաբար սառչել է, եւ հիմա արդեն նրա միջուկի ջերմաստիճանն այնքան բարձր չէ, ինչպես նախկինում։ Դրա համար էլ լավան շատ հազվադեպ է դուրս գալիս մակերես։ Իհարկե կան լեռներ, որոնցից լավան ժայթքում է առ այսօր։ Հանգած հրաբուխներ էլ կան։ Դրանք այն հրաբուխներն են, որոնցից արդեն լավա չի ժայթքում։ Այո, լավան այլևս ուժ չունի դուրս ժայթքելու։ Որովհետև, ինչպես բացատրեցի, միջուկի ջերմաստիճանն իջել է, նշանակում է այսօր հալած միջուկն ավելի քիչ է։ Բայց երբ մեզ ցույց էր տալիս այդ ցամաքները, ես նկատեցի, որ որոշ լեռներ ընդգրկում էին ամբողջ ցամաքը կամ կղզին։ Եվ գիտես ինչ մտածեցի։ Հետաքրքիր է, բացատրիր։ Ինձ թվում է, այդ ցամաքների բակերեսները մի ժամանակ շարունակել են տեղաշարժվել։
Իսկ եթե երկու կողմից նրանց սեղմենք, նրանք անպայման այստեղ ծարս կլինեն։ Եվ այս դեպի վեր սեղմված ապարներից լեռներ կգոյանան։ Ահա թե ինչու Եվրասիան դա Եվրոպան ու Ասիան է։ Միգուցե ցամաքները մի ժամանակ առանձին են եղել։ Իսկ հետո տեղաշարժվել են, սեղմվել են միմյանց, ճնշել եւ ահա խնդրեմ, կարող ենք տեսնել կարերը, սարերն են։ Ճիշտ որ։ Միգուցե։ Իհարկե հնարավոր է։ Ես չէի էլ նկատել։ Դրանք Ուրալյան լեռներն են։ Կորդիլյերաները, Անդերը, Պամիրը եւ Հիմալայները։ Պիրենեյները, Ալպերը եւ Կարպատները։ Բոլոր լեռնային զանգվածները չես թվարկի։ Նրանց գագաթները վեր են խոյանում մինչև իսկ ամպերը։ Ջոմոլունգման, Ֆուձիյաման, Էլբրուսը, Արարատը, Մոնբլանը, Կիլիմանջարոն։ Մենք կանգնած ենք լեռան գագաթին։ Նա ծածկված է սառույցով եւ այդ սառույցը երբեք չի հալչում։ Դու մոռացար բացատրել ինչ է սառույցը։ Եվ ինչ է նշանակում հալչում է։ Ահա, դուք այնպես զարմացրիք ինձ ձեր գիտելիքներով, որ ինձ թվաց էլ ձեզ բացատրելու բան չունեմ։ Ուրեմն այսպես, սառույցը ջուրն է, որ ցածր ջերմաստիճանի տակ սառել կարծրացել է։ Իսկ մենք արդեն գիտենք, երկրի մակերևույթից որքան հեռանաց, այնքան օդն ավելի սառը կլինի։ Լեռան մակերես դուրս եկած ջուրը նման բարձրության վրա չի հասցնում դառնալ ոչ առվակ, ոչ էլ առավել եւս գետակ։ Նա պարզապես սառչում է, եւ լեռների նման շերտ առ շերտ սառչում է, վերածվում հաստ սառցակեղևի։ Իսկ անձրևը։ Անձրևի կաթիլները երևի ընկնում են այդ կեղևի վրա եւ նույնպես սառչում։ Այդ բարձրության վրա եւ այդ սառնամանիքին գոլորշին ոչ թե ջուր է դառնում, այլ սառույցի բյուրեղիկներ։ Այդ մանր սառույցիկները թափվում են գետնին, բայց արդեն ոչ թե անձրևի, այլ ձյան տեսքով։ Այնտեղ ներքևում, երբ տաք է լինում, ձյունը հալչում է, դառնում ջուր։ Ջուրը գոլորշի։ Գոլորշին անձրև։ Կամ ձյուն։ Իսկ լեռների գագաթին ձյունն իհարկե չի սառչում, այն պարզապես նստում է սառցե ծածկի վրա։ Այնքան շատ, որ սեփական ծանրությամբ ճզմվում է եւ նույնպես սառցակեղև է դառնում։ Դե լավ, թռչեք ներքև։ Շտով երեկոն կիջնի, մենք դեռ շատ բան պիտի տեսնենք։ Լսիր, իսկ ես մի անգամից գլխի չընկա։ Անտարկտիդան ինչու է սպիտակ։ Նա ինչ է, սառույց է։ Նայեք այստեղ։ Երկրային առանցքի գագաթները հյուսիսային եւ հարավային բևեռներն են։ Եթե պատկերացնենք, որ արևը լուսավորում եւ տաքացնում է այստեղից, ապա երկու բևեռներն էլ գտնվում են նրա ճառագայթներից ամենահեռվում։ Իսկ ահա այս կետը ամենամոտն է։ Դրա համար էլ այստեղ երկրի ամենաբարձր ջերմաստիճանն է։ Երկիրը պտտվում է եւ նրա կողմերից մեկն ու մեկը անընդհատ դեպի արևն է։ Իսկ կատարն ու կրունկները մշտապես գտնվում են արևի ճառագայթներից հեռու։ Եթե երկրի կենտրոնով գիծ քաշենք, կտեսնենք, որտեղ են տեղակայված երկրի ամենատաք եւ նույնիսկ ամենաշոգ մասերը։ Գոտու է նման։ Եվ այդ գոտին կոչվում է հասարակաց։
Ահա եւ հասարակացից ամենահեռու կետերը, երկրի բևեռները եւ նրա ամենացուրտ շրջանները։ Այնպես որ Անտարկտիդան համատարած բազմամետրանոց սառցաշերտ է։ Նրա տակ հողը չի երևում։ Ես ճիշտ կռահեցի։ Եվ առաջին անգամից։ Իսկ Անտարկտիդան ծածկող սառցակեղևը սահում է դեպի օվկիանոսը։ Նրա եզրերը սեփական ծանրության տակ փշրվում են եւ հայտնվում ջրում։ Այդ հսկայական սառցեսարերը երկար տարիներ լողում են օվկիանոսում։ Դրանց անվանում են այսբերգներ։ Բայց սուրտ է լինում ոչ միայն լեռնագագաթներին կամ Անտարկտիդայում, եւ ոչ միայն հասարակացում է շոկ։ Երկիրը, ինչպես տեսակ ճամփորդության սկզբում, պտտվում է արևի շուրջը ոչ թե շրջանաձև, այլ օվալաձև, մերթ հեռանալով, մերթ մոտենալով։ Եվ այնտեղ, ուր երկրի եւ արևի միջև ընկած տարածությունը նվազագույնն է, ամառ է լինում։ Հետո երկիրը սկսում է հեռանալ արևից եւ գալիս է աշունը։ Էլի հեռու եւ ավելի ցուրտ է լինում, վրա է հասնում ձմեռը, բայց հետո երկիրն անպայման վերադառնում է արևին ավելի մոտ, երկրի վրա ավելի տաք է լինում, դա արդեն գարունն է։ Իսկ ինչու երկրի վրա ինչ-որ տեղերում պարզապես կարծր հող է, իսկ մի այլ տեղում խոտեր ու ծառեր են աճում։ Որտեղ ջուր կա, այնտեղ էլ կյանք կա։ Ջուրը կենդանի մարմիններ է պարունակում, սովորական աչքին անտեսանելի։ Ջուրը քայքայում է քարի մակերեսը, վերածում ավազի։ Այս խոնավ ավազի բարակ շերտի վրա հայտնվում են պարզագույն բույսերը։ Փտած բույսերը նորից ընկնում են հողի մեջ։ Հողը դառնում է կենդանի մարմիններով հարուստ եւ հիմա արդեն նրա վրա աճում են ավելի բարդ բույսեր։ Սկզբում խոտերը, հետո եւ ծաղիկները, ծառերը, հողի շերտն ավելի է ստվարանում։ Չէ՞ որ ջուրը շարունակում է ավազ ու աղ բերել, իսկ փտած բույսերն էլ մտնում են հողի մեջ։ Բույսերն արմատներ են գցում, որոնք ջուր են ներծծում, նրա հետ նաև սննդարար նյութեր։ Դրանից բացի արմատները գրկում են հողը, կարծես մատներով պահում։ Ահա թե ինչու երկրի մակերեսին կան բուսականությամբ ծածկված վայրեր։ Կան նաև անջուր վայրեր, որտեղ քամին ցրիվ է տալիս ավազը։ Կենդանի մարմինները սնվելու ոչինչ չունեն, եւ քանի որ աղը քշող տանուկ ջուր չկա, այն կուտակվում է, շերտավորվում, վերացնելով կենդանի ամեն ինչ։ Ես հասկացա, ջուրը դա կյանք է։ Դու նաև խոսում էիր օվկիանոսների, գետերի ու ծովերի մասին։ Ծովերն ինչ են։ Ծովերը կարծես թե օվկիանոսի մի մասն են, բայց շրջապատված են ցամաքով։ Տեսնում եք, շրջապատված է ցամաքով եւ օվկիանոսի հետ էլ է կապված նեղուցով։ Նեղուցը դա ծովից օվկիանոս տանող նեղ ջրանցումն է։ Ահա օրինակ Միջերկրական ծովը, Սև ծովը, Բալթիկ ծովը, Կարմիր ծովը։ Այ եթե ծովը ոչ մի կերպ չի կապվում օվկիանոսի հետ, այն արդեն լիճ է։ Նույնիսկ եթե նա մեծ է եւ ջուրն էլ աղի է։ Նեղուց չունի, նշանակում է լիճ է։ Ուրեմն ինչ, օվկիանոսի ջուրն աղի է։ Մշտապես, ծովերում էլ է աղի։ Ավելի շատ գետերի շնորհիվ, որոնք հողը մաքրում են աղից եւ բերում են օվկիանոս։ Հենց օվկիանոսի հատակից հողաշերտի խորքերից էլ ոչ պակաս աղ է դուրս գալիս։ Իսկ լճերի ջուրը մեծամասամբ քաղցրահամ է, չէ՞ որ մեծ գետերը լիճ չեն թափվում։ Ահա լճերը, Բայկալ, Լադոգա եւ Օնեգա, Վանալիճը, Տիտիկակա, Չադ։ Հազարավոր լճեր կան երկրի վրա, իսկ երկրի ամենամեծ աղի լիճը Կասպիականն է, այնքան մեծ, որ այնուհանդերձ ծով են անվանում։ Այս երկիրն իրոք ինչ բազմազան է։ Ես օրինակ երկնակար եմ, քար եմ ու քար։
Ոչ միտեղ ոչ ծով կա, ոչ գետ, ոչ կղզի։ Այնքան էլ այդպես չէ։ Դու չէ որ կազմված ես շատ մետաղներից ու աղերից։ Ես գազերից, իսկ բասը չէ որ աստղակերպ է։ Իսկ աստղակերպը փոքր մոլորակ է։ Նաև քար է պարունակում եւ մետաղներ, եւ աղեր, եւ գազեր։ Եթե բասին երկար ժամանակ ջրենք, նրանից իսկական երկրագունդ դուրս կգա։ Միայն թե պստլիկ։ Ջուրը քարը կլվանա կքշի, քարը ավազ կդառնա, աղերը կլուծվեն ջրում։ Ջրի մեջ կենդանի մարմիններ կան, որոնք կընկնեն ավազի մեջ, ավազի վրա բույսեր կհայտնվեն։ Այդպես է ձևավորվում աղի ջրով շրջապատված ցամաքը։ Դե իսկ մետաղները կդառնան այդ մոլորակի միջուկը, իսկ երբ գազերը ներխուժեն միջուկ, բասը եւ հրաբուխներ կունենա, եւ կղզիներ, եւ գետեր, եւ ջրվեժներ։ Եվ հյուսիսային բևեր։ Այ այստեղ։ Տեսեք։ Արևը ինչքան է ցածրացել։ Ուրեմն երկիրը մյուս կողմով է շրջվել դեպի նա, իսկ այստեղ շուտով մութը կընկնի։ Վերադարձի ժամն է։ Թրջում ենք։ Գիտես դիկ, ես վաղուց ուզում եի քեզ ասել։ Քատայա, ես նույնպես շատ եմ ուզում քեզ հետ ընկերանալ։ Այո, հենց այդ էի ուզում ասել քեզ։ Բայց եւ լավ է որ չասացի։ Ոնց որ հիմա ավելի շատ ուզում եմ բասի հետ ընկերանալ։ Չհասկացա։ Տանը կբացատրեմ 5 անգամ։ Պարասերուտի եզեք, մեզ ներեք շտապում ենք մենք, ցանկանում ենք շուտապույտ երկրի հետ ծանոթանանք, շատ քիչ պիտի հեռանանք, անպայման շուտ կգանք, պարզապես ուզում ենք մենք երկրի հետ ծանոթանանք, լույսից ու աստղերից արագ, թրջում, երկիրը շուտ տեսնել ենք մենք, տենչում, ծովեր գետեր լեռներ են մեզ կանչում, միայն մենք ենք համակարգում, թրջում, երկիր գունեղ լուսին եմ դու ողջույն, Միգուցե ինչ-որ ժամանակ ես կճանապարհորդեմ տիեզերքում։ Այնտեղ, որտեղ ապրում են տայան, դիկը եւ բասը, որտեղ աստղերն են փայլում, երկնակարերն են սլանում, եւ երբեմն թրջում անցնում են տիեզերանավերը։ Իսկ այժմ ես շատ բան իմացա երկրի մասին, որի վրա ապրում եմ։